Հովհաննես Թումանյան, Ուլիկը։ Խոր անտառում մի այծ է լինում, ունենում է մի գեղեցիկ ուլիկ։ Ամեն օր այծն ուլիկին թողնում է տանը, ինքը գնում արոտ անելու, արածում է և որ երեկոյան գուրքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկում, այսպես կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս գամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բացանում, մայրը ներս է մտնում ու գործը կաթով կերակում ուլիկին, այս ամենը թաքուն տեսնում է գայլը, մի երեկո այծի առաջ գալիս է, դուռը զարկում ու հաստ ձայնով կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս գամ ես, անուշ ուտեմ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը լսում է լսում ու պատասխանում. Ով ես դու, ես քեզ չեմ ճանաչում, իմ մայրն այդպես չի կանչում, նրա քաղցր ու բարակ ձայն ունի, իսկ քո ձայնը կոշտ ու կոպիտ, դուռը բաց չեմ անի, գնա, հեռացի, չեմ ուզում քեզ։ Գալիս է մայրը ծեծում. Դուռը ծեծում։ Իրան չէ, դուռնա ծեծում։ Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս գամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը դուռը բաց անում, կաթ է ուտում, մորը պատմում. Գիտես մայրիկ ինչ եկավ։ Մի քիչ առաջ մեկը եկավ, դուռը զարկեց, այսպես կանչում է. Սևուկ ուլիկ, սևուկ բալիկ։ Всё. Ասում է դուռը բացարա, այնպիսի ձայն ուներ, այնպես վախեցա, դուռը բաց չարի, ասի չեմ ուզում, գնա։ Վայ, Սևուկ ջան, ինչ լավ է եղել, որ բաց չես արել։ Ասում է վախեցած մայրը։ Դա գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես։ Ասա գնա, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։ Լավ, մյուս անգամ տենց կանեմ։